Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից մենք այսօր անցնելու ենք քանորդ դասը։ Հիշենք, գումարման բաղադրիչներն են գումարելիները, գումարման արդյունքն է գումարը։ Հանման բաղադրիչներն են նվազելին և հանելին, հանման արդյունքը տարբերությունն է։ Բազմապատկման բաղադրիչներն են արտադրիչները, իսկ բազմապատկման արդյունքը արտադրյալն է։ Այսօր կսովորենք բաժանման բաղադրիչները։ Այն թիվը, որը մի քանի անգամ փոքրացնում ենք, բաժանում ենք, կոչվում է բաժանելի։ Այն թիվը, որի վրա բաժանում ենք, կոչվում է բաժանարար։ Իսկ բաժանման արդյունքը կոչվում է քանորդ։ Բաժանելի, բաժանարար, քանորդ։ Այժմ օգտվելով առաջադրանքից կազմում ենք հավասարություններ։ Իմանալով, որ քանորդը 2 է, բաժանարարը 9, իսկ բաժանելին 18, կազմենք հավասարություն։ Տեսեք, հեշտով չի տալիս, վերջից է գալիս։ Քանորդը 2 է, բաժանարարը 9, բաժանելին 18։ Կարդում ենք 18-ը բաժանած 9-ի հավասար է 2-ի։ Բաժանելին 24-ն է, բաժանելին ամենամեծ թիվն է, որը բաժանում ենք։ Բաժանարարը 12-ը, բաժանում ենք 12-ի, իսկ քանորդը 2։ 24-ը բաժանած 12-ի հավասար է 2-ի։ Կարող ենք ասել, որ 24-ի մեջ 12-ը տեղավորվում է 2 անգամ, կամ եթե 2 հատ 12 գումարենք, կստանանք 24։ Բաժանարարը 10-ն է, տեսեք հեշտականությամբ չի տալիս, քանորդը 2։ Քանորդը 2, բաժանարարը 10, իսկ բաժանելին 20-ն է։ 20-ը բաժանած 10-ի հավասար է 2-ի։ Բաժանելին 8-ն է, բաժանարարը 2-ը, իսկ քանորդը 4-ը։ 8-ը բաժանած 2-ի հավասար է 4-ի։ Այժմ օգտվելով գծապատկերից հաշվենք քանորդը։ 4-ը բաժանած 4-ի, տեսեք, 4, 8, 12, 16, 20, 24։ Կարող ենք բանավոր հաշվի ժամանակ երեխաներին առաջարկել քառյակներով հաշվել մինչև 24-ը կամ մինչև 40-ը։ Հետո օգտվելով այս գծագրից նկատում ենք, որ 4-ը եթե բաժանենք 4-ի կստանանք 1 հատված։ 4-ը բաժանած 4-ի 1 կամ 4-ի մեջ 4-ը տեղավորվում է 1 անգամ։ 8-ը բաժանած 4-ի հավասար է 2, 8-ի մեջ 2 հատ 4 կա։ 12-ը բաժանած 4-ի հավասար է 3-ի, 1, 2, 3 հատված, կամ 3 4-երի գումարը 12 է։ 16-ը բաժանած 4-ի հավասար է 4, 4 անգամ 4 հավասար է 16։ 20-ը բաժանած 4-ի հավասար է 5-ի, և 24-ը բաժանած 4-ի հավասար է 6-ի։ Նույն ձևով կատարում ենք հաջորդ համարը։ Առաջադրանք 94-ը կրկնություն է, պետք է սյունակաձև գումարումն ու հանումը կրկնել։ Երեխաները արդեն ինքնուրույն կարող են սյունակաձև գումարումը և հանումը կատարել, այսինքն կատարում են ինքնուրույն, ծնողները կամ ուսուցիչները ստուգում են նրանց կատարած աշխատանքը։ Առաջադրանք 96-ը արտագրում են դասագրքի առաջադրանքները, աստղանիշերը փոխարինելով համապատասխան թվանշաններով։ 66-ին գումարած 20 քանիս, որպեսզի ստանանք, տեսեք, այստեղ տասնյակի տեղ դադարք է, այստեղ էլ միավորի փոխարեն։ Մտածում ենք 6-ին ինչ պիտի գումարենք, որ ստանանք 0-ով վերջացող թիվ, այսինքն տասնյակը պիտի անցնի։ 6-ին գումարած 4 հավասար է 10-ի, 0-ն գրում ենք 1-ը տալիս տասնավորներին։ 1, 6 էլ 7, 7-ին 2, 9 պիտի լինի տասնյակը։ Մտածում ենք, որ թվից հանենք 7, որ ստանանք միավորը 4, 11-ն է։ Բայց մենք գիտենք, որ 1-ը պիտի փոխառնենք, որ գրենք 11։ 11-ից հանած 7 հավասար է 4-ի, 8-ից 1-ը փոխ ենք առել, մնացել է 7, 7-ից էլ հանած 6 հավասար է 1-ի։ Հաջորդը։ Մտածում ենք, 3-ից որ թիվը պիտի հանենք, որ 7 ստանանք, 3-ը փոքր է, հնարավոր չէ, ուրեմն մենք փոխ ենք առնում, դառնում է 13, 13-ից հանած 7 հավասար է 6-ի, այսինքն մեր հանելի միավորը 6-ն է, այստեղ մնաց 8, 8-ից հանած 4 հավասար է 4-ի, վերականգնեցինք։ 7-ին գումարած 3 հավասար է 10-ի, 0-ն գրում ենք 1-ը տալիս տասնավորներին, 1-ին գումարած 4 հավասար է 5-ի, 5-ին պիտի ինչ գումարենք, որ ստանանք 9, 5-ին գումարած 4 հավասար է 9-ի։
Եվ նույն ձևով անհավասարությունների մեջ տեղադրում ենք համապատասխան թվանշանը այնպես, որ ստանանք ճիշտ անհավասարություն։ Որ թիվն է մեծ 98-ից, տասնավորը կա, միավորը նայում ենք 8, 8-ից մեծը միայն 9, այսինքն այստեղ պիտի լինի 9 թվանշանը, 99 մեծը 98-ից, տասնավորը չկա, փոքր է 22-ից, միավորը 4 է, 24 չի լինի, ուրեմն միայն 1 տասնյակ 4 միավորը կլինի։ Հաջորդը 78-ը փոքր է ինչ-որ մի թվից, որն էլ իր հերթին փոքր է 80-ից, դա 79 թիվն է, որի նախորդ և հաջորդ հարևաններն են գրված։ 42-ը մեծ է ինչ-որ մի թվից, որն էլ իր հերթին մեծ է 24-ից։ Այստեղ կարելի է գրել 42-ից փոքր 24-ից մեծ ցանկացած թիվ, բայց քանի որ մենք ունենք մեկ միավորը, այստեղ կարող է լինել և 31 և 41, որը ուզում են երեխաները կգրեն կամ 4 կամ 3, ըստ երեխաների ցանկության։ Հաջորդ առաջադրանքը, որը պիտի լրացնենք աղյուսակները, մի փոքր խառնաշփոթություն կարող է առաջացնել երեխաների մոտ, խնդրում եմ ծնողներին, ուսուցիչներին ուշադիր լինեն, որպեսզի նրանք չշփոթվեն։ Տեսեք, գումարման գործողություն է, 25-ին գումարած 5 հավասար է 30, սրանից հետևում է, որ մենք պետք է 25-ին հեշտով տեղադրենք առաջի շարքում, պիտի լինի 25-ի կողքին պատասխանները, 25-ին գումարած 5 հավասար է 30, 25-ին որ թիվը գումարենք, որ ստանանք 50, 25 լրացնում ենք, անհայտ գումարելին գտնելու համար գումարից հանում ենք հայտնի գումարելին, եթե ուշադիր նայենք, հաջորդ աղյուսակում երկու գումարելիներն էլ բացակայում են, բայց մենք կարող ենք օգտվել երրորդ շարքից։ Տեսեք, 5-ին որ թիվը պիտի գումարենք, որ ստանանք 40, 35, գրում ենք 25-ի տակ 35-ը, 35-ին գումարած 5 հավասար է 40, 35-ին գումարած 25 հավասար է 60, չեք շփոթում ներքևի շարքի հետ, որովհետև սա գումար է։ Հաջորդը մտածում ենք 35-ին որ թիվը պիտի գումարենք, որ ստանանք 56, 56-ից հանում ենք 35, ստանում ենք 21, մենք գտանք գումարելին։ Հիմա 25-ին էլ գումարած 21 հավասար է 46, տեսեք գտանք նաև երկրորդ պակասող թիվը։ Նույն ձևով կատարում ենք հանումը։ 45-ից հանած 5 հավասար է 40, 45-ից որ թիվը հանենք, որ ստանանք 30, անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը, 45-ից հանած 30 հավասար է 15, 45-ից հանած 20 հավասար է 25, հաջորդը գտնում ենք երկրորդ շարքի նվազելին, մտածում ենք, որ թվից հանենք 5, որ ստանանք 60, դա 65-ն է, 65-ից հանած 5 հավասար է 60, 65-ից հանած 15 հավասար է 50 և 65-ից հանած 25 հավասար է 40, մնացածը երեխաները կկատարեն ինքնուրույն։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։